Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք՝ սուրբ բաների հանդեպ քո վերաբերմունքը։ Շարունակում ենք շարքը, որը կրում է «Դասեր Դանիելի մարգարեության» գրքից անվանումը։ Այս ուղերձի հոգևոր դասը փորձելու ենք բացահայտել Բաղդասար թագավորի խնջույքի մասին պատմությունից, երբ թագավորը հրամայեց բերել Երուսաղեմի տաճարից բերված ոսկե և արծաթե անոթները, որպեսզի դրանցով գինի խմեն և գովաբանեն իրենց սուտ աստվածներին։ Սիրելի՛ բարեկամ, չափազանց մեծ կարևորություն ունի, թե մարդն ինչպես է վերաբերվում այն ամենին, ինչն Ամենակարող Աստծու համար սուրբ որակումն ունի։ «Բաղդասար թագավորն իր մեծամեծներից 1000-ի համար մեծ հաց կերույթ տվեց և այդ 1000-ի առաջ գինի խմեց։ Երբ գինին էր համտեսում, Բաղդասարը հրամայեց, որ բերեն ոսկե և արծաթե այն անոթները, որոնք Երուսաղեմի տաճարից վերցրել էր իր հայրը Նաբուգուդոնոսորը, որպեսզի նրանցով խմեն թագավորը և նրա մեծամեծները, նրա կանայք և նրա հարճերը։ Այդ ժամանակ բերեցին ոսկե այն անոթները, որոնք վերցրել էին Երուսաղեմում գտնվող Աստծու տաճարից, և նրանցով խմեցին թագավորը և նրա մեծամեծները, նրա կանայք և նրա հարճերը, խմեցին գինին և գովեցին ոսկե ու արծաթե, պղնձե, երկաթե, փայտե և քարե աստվածներին» (Դանիել 5:1-4): Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Բաղդասար թագավորն անարգեց այն, ինչը սուրբ էր Տեր Աստծու համար։ Գիտե՞ս արդյոք, որ սուրբ բաների հանդեպ քո վերաբերմունքը որոշում է Տեր Աստծու վերաբերմունքը քո հանդեպ։ Իսկ գիտե՞ս ի՞նչն է Տեր Աստծու համար սուրբ և ընդհանրապես ի՞նչ է նշանակում սուրբ։ Ամենը, որ Տեր Աստծու համար առանձնացված է, պատկանում է Նրան կամ հատուկ նպատակով տրված է մարդուն Աստծու կողմից, սուրբ է և Տեր Աստծու առանձնահատուկ ուշադրության կենտրոնում։ Աստված առանձնահատուկ կերպով քննում է, թե մարդն ինչպես է վերաբերվում այն ամենին, ինչը սուրբ է Նրա համար։ Օրինակ, Աստված սուրբ է անվանում Իր անունը, Իր խոսքը, Իր կամքը։ Բայց նաև սուրբ է անվանում 7-րդ օրը, տասանորդը և ամուսնական անկողինը։ Սուրբ են անվանվում նաև այն մարդիկ, որոնք ապաշխարության շնորհիվ առանձնացվել են աշխարհից և ապրում են Աստծու կամքին հնազանդության փափագով։ Ինչպիսի՞ն է մեր վերաբերմունքն այն ամենին, ինչը սուրբ է Տեր Աստծու համար։ Ինչպիսի՞ն էր Տեր Աստծու արձագանքը սուրբ բաների հանդեպ Բաղդասար թագավորի անսուրբ վերաբերմունքին։ «Այդ պահին մարդկային ձեռքի մատներ երևացին և աշտանակի դիմաց գրեցին թագավորական պալատի պատի ծեփի վրա։ Եվ թագավորը տեսավ այն ձեռքը, որը գրում էր։ Այդ ժամանակ թագավորի գույնը փոխվեց, և նրա խորհուրդները խռովեցին նրան, նրա մեջքի հոդերը քանդվում էին, իսկ նրա ծնկները մեկ-մեկի էին խփում» (Դանիել 5:5-6): Տեր Աստծու պատժի սպասումը վախ ու տագնապ է ծնում ցանկացած մարդու սրտում։ Վերհիշի՛ր Տեր Աստծու համար սուրբ բաների վերը բերված թվարկումը և քննի՛ր քո վերաբերմունքը դրանց հանդեպ։ Արդյոք այն ամենին, որ սուրբ է Տեր Աստծու համար, քո վերաբերմունքը սուրբ է, թե՞ սովորական։ Իսկ գիտե՞ս, որ սրբության հականիշը սովորականն է։ Մենք իրավունք չունենք սովորական վերաբերմունք ցույց տալու այն ամենին, ինչը սուրբ է Տեր Աստծու համար։ Բաղդասարի համար Երուսաղեմի տաճարից բերված անոթները սովորական անոթներ էին։ Սուրբ բաների հանդեպ սովորական վերաբերմունք ունենալը ամենաանսուրբ վերաբերմունքն է, որը մարդը կարող է ունենալ Տեր Աստծու հանդեպ։ Թող մեր աղոթքն առ Աստված այսօր լինի Տեր Աստծու համար սուրբ բաները ճանաչելն ու զանազանելը և դրանց հանդեպ, որպես Տեր Աստծու համար առանձնացված կամ Աստծուց պարգև ընդունած բաների, երկյուղածության ու սրբության վերաբերմունք ունենալը։ Սուրբ բաների հանդեպ քո վերաբերմունքը որոշում է Տեր Աստծու վերաբերմունքը քո հանդեպ։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։